Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողներից մերժված լինելը, լինի դա մոր, հոր կամ երկուսի կողմից, կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ հոգեկան առողջության, ուղեղի զարգացման և սոցիալական վարքի վրա։ Ծնողների մերժումն ուղիղ կապ ունի անցումային տարիքում դեպրեսիայի, վախերի, մշտական տագնապների, զայրույթի հետ։ Եվ մայրական, և հայրական մերժումը լուրջ հետևանքներ են թողնում, բայց հոր կողմից մերժումը երբեմն ավելի վնասակար է։ Այն կարող է առաջացնել երեխայի կյանքում ցածր ինքնագնահատական և էմոցիոնալ անկայունություն։ Մերժումը, դառնությունը շղթայված փոխանցվում են փոխհարաբերությունների բոլոր ոլորտներում։ Աստվածաշունչը հորդորում է. հայրեր, մի բարկացրեք ձեր զավակներին։ Լսիր, քեզ որևէ բան կարող ենք վստահել։ Դու տապալեցիր մեր վերջին պրոյեկտը։ Անտաղանդ, ափսոսեր ամեն սենտը, որ քեզ վճարել ենք։ Դու ազատված ես։ Հելա տեսեք ու մենք տեսնում։ Վաղուց չէինք տեսեք ես։ Մենք է ուրախացել էինք, մտածում ենք էր քաղաքում չես ապրում։ Բայց զգում եք այսքան ժամանակ չենք տեսել նրան։ Բայց բան չի փոխվել։ Ոնց անդուր եղել է, այնպես էլ մնացել։ Չէ, բայց մի բան փոխվել է։ Էժանագին փարֆում է գցե, մեկ է հագած է, ավելի է տգեղաց է։ Չէ, գեշո։ Դու աղավոր ես։ Որտեղից հայտնվեցիր։ Հասկացա, դու ինձ հետապնդում ես։ Ախր երբ պետք է հասկանաս, այդ փոքր ուղեղումդ, որ ես քեզ չեմ սիրել ու չեմ ես սիրելու։ Հələ քեզ նայի, ով կարա քեզ սիրի։ Ափսոսում եմ այն ժամանակը, որ ես ծախսել եմ քո վրա։ Դու հույս չունենաս։ Մամա, անհաջողակ, էլի դու ուշ ես գալիս տուն, պատիժ ես մեր կյանքի համար։ Չլիներ ամենը, որ դու ես ծնել, փոշմաները, որ քեզ ունեցել եմ ես լույս աշխարհում։ Խոսա, մի բան ասա։ Լսի, դու տեղ չունես մեր կյանքում։ Չունես։ Գնա որտեղից եկել ես։ Արի։ Նայելով այս թվերին, այս տարվա այս կարգավիճակներին իրապես ուզում եմ ասեմ, որ դուք ամեն մեկը կներեք ձեր հավատքով եւ ձեզ ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Բրավո։ Ուրեմն ես ու Գագիկը
այս պրոյեկտը անեմ։ Մեր ով կուզի մեզ մի համար։ Ես գիտեմ դրանի համար։ Հա, ժամանակ ունեք։ Տեսեք ում եք տեսնում։ Վաղուց չէինք տեսեք ես։ Կոլեկտիվի պարծանքը։ Լսիր, քեզ որևէ բան կարող ենք վստահել։ Լքես նայի, ով կարա քեզ սիրի։ Ափսոսում եմ այն ժամանակը, որ ես տաղսել եմ։ Պատիժ ես դու, պատիժ ես մեր կյանքի համար։ Յատը եղած է։ Չենք եշո։ Դու ակամոր ես։ Մի, դու տեղ չունես մեր կյանքում։ Չունես։ Խոսքերը կարող են վիրավորել քեզ ներսից կործանելով, դրանք կարող են ոչնչացնել այն ամենագեղեցիկը, ինչ կա քեզանում, վստահությունը, երազանքները, հույսերը, հավատքը, որ դու արժեքավոր ես եւ որ ապագա ունես։ Մեր Տեր Հիսուսը բազմիցս անցել է անարգանքի, մերժման, չարչարանքի ճանապարհով, որպեսզի իր զորու լինի օգնելու մերժվածներին։ Ավետարանը անվանում է Հիսուսին անարգանքի ժայռ։ Նրան անարգում էին եւ վիրավորում։ Չէ որ սա Հյուսնի որդին է, չէ որ նրա մայրը Մարիամ է կոչվում, եւ գայթակղում էին նրա վրա։ Չէ որ մենք լավ ենք ասում, թե դու սամարացի ես եւ դև ունես։ Մենք գիտենք, որ այս մարդը մեղավոր է։ Ուրիշներն էլ ասում էին, թե ժողովրդին մոլորեցնում է։ Ահա ուտող ու գինի խմող մարդ, մաքսավորների եւ մեղավորների բարեկամ։ Որովհետեւ ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ անցավ անարգանքի ու տառապանքի ճանապարհով, որպեսզի խորը անդունդներից ու մութ բանտերից դուրս հանի իր ժողովրդին։ Ուստի քաջալերվիր, սիրելիս, հարության Քրիստոսը եկել է քանդելու սատանայի գործերը ու գերիների կապանքները կոտրելու եւ քեզ ազատություն տալու։ Ընդունիր նրա հարության զորությունը եւ ստացիր այդ ազատությունը այսօր։